Նրան տապանում հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանին։ Տիկին Մինասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ կանչեցիք։ Տիկին Մինասյան, 3.5 տարի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով աշխատեց, պատրաստեց զեկույց, որպեսզի վերջում առանց հանրությանը ներկայացնելու այն ուղարկվի գաղտնի փաստաթղթերի արխիվ, որքանով է սա ազնիվ ոչ միայն պատերազմում զոհվածների, վիրավորների, այլև ձեր քաղաքական ուժին ընտրած քաղաքացիների հանդեպ։ Իրականում մի փոքր իրավական անհասկացվածություն կա այս ամեն ինչի մեջ։ Այստեղ ոչ մի ենթադրությունների դաշտ պետք չի մտնել, դավադրապաշտությունների դաշտ պետք չի մտնել, ընդհանրապես քննիչ հանձնաժողովի աշխատանքների երկարաձգման հետ կապված եւ վերջում զեկույցի լիագումար նստելու հետ կապված իրավաբաններ ունեն տարակարծություն։ Եվ այդ պատճառով չի կարող արժանախագահը ուղղակի օրենք խախտել նրա համար, որտեղ ազնիվ չի լինի։ Հա, իհարկե ազնիվ չի լինի, բայց հիմա կարծում եմ քննարկումների փուլ կա, թե որ հատվածը, որը որ փակ հատվածում է գնալու է գաղտնի բաժին, իսկ որոշ հատվածը, որը որ բաց հատված է, որը բավականին լայն է եւ հանրությանը ինչ որ հարցերի պատասխաններ կարող է տալ, բաց հատվածը տեղակայվի ինձ թվում է արխիվում, ազգային ժողովի արխիվում, որից հետո արդեն կարող ենք աշխատանքային ֆորմատով քննարկումներ անել բաց հատվածի հետ կապված, այսինքն հանրությունը ինչ որ հատվածի անպայմանորեն ծանոթանալու է։ Եթե անգամ սենց իրավական խնդիր չլիներ, այսինքն մեկնաբանությունների տարբերություններ չլիներ, թե լիագումար նիստում պետք է քննարկվի, թե լսումներում պետք է քննարկվի, ամեն մեկը տարբեր բաներ է ասում, միևնույնն է, փակ հատվածը հասանելի չէր լինելու հանրությանը, որտեղ փակ հատվածի մեջ կա պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ինչու՞ չէ նաև այլ երկրների հետ հարաբերություններում որոշակի տեղեկատվություն, որը այս պայդրությամբ նպատակահարմար չի, այսինքն ինքը պետական գաղտնիքի գրիֆի տակ է ու հանրությունը ծանոթանալու էր միայն բաց հատվածին։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ մենք լուծում գտնելու ենք, տարբերակ գտնելու ենք բաց հատվածը հասանելի դարձնել հանրությանը։ Իրավական այդ բացատրությունը մենք իհարկե լսեցինք ազգային ժողովի աշխատակազմից, պարզապես հենց այս տաղավարում քննարկումների ժամանակ փորձագետները, վերլուծաբանները ասում են, եթե ժամկետի խախտում է տեղի ունեցել, ելի ձեր իշխանությանն է պատասխանատվությունը, այսինքն սա այնքան կարևոր փաստաթուղթ էր, որ կարելի էր այդ ամենը հաշվի առնել, որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնեինք մենք բոլորս։ Ես ընդունում եմ այդ մեկնաբանությունը եւ այդ մեղադրանքը, բայց հաստատագրված է քննիչ հանձնաժողովին, կարծում եմ այդ ժամկետի երկարաձգումը եւ փաստաթղթի ամբողջականության հետ կապված պատճառաբանությունը պարոն Քոչարյանը ավելի լավ կմեկնաբանի։ Ինձ թվում է այնտեղ ծավալուն աշխատանք ա եղել քննվողների եւ հարցազրույց տվողների ահռելի ծավալ ա եղել, տեսաձայնագրություններ են եղել մի 100 ժամանի, որ դրանից հետո պետք է մարդիկ նստեին եւ վերլուծություն անեին, փաստերի համադրություն անեին, ինձ թվում է ծավալից է կախված եղել ժամկետի երկարաձգումը, բայց ելի եմ կրկնում, պարոն Քոչարյանը ավելի հանգամանալի կպատասխանի։ Բաց հատվածին ես հուսով եմ նաև պատգամավորների միջոցով մենք հարցեր կտանք, տեղեկություններ կստանանք։ Ես միևնույն, այսինքն ձևաչափը լիագումար լինի, թե լսումներ լինեն, համենայն դեպս ինչ որ հատված, որ բաց է եւ նաեւ բաց հատվածը արդեն իսկ տեղակայված է լրագրողների մոտ հասանելի, օրինակ վարչապետի տա ժամանած հարցազրույցը, քննությունը քննիչ հանձնաժողովում կամ այլ մարդիկ, ովքեր բաց հատվածում են եղել, միանշանակ կան տեղեկություններ, որոնք հասանելի կդառնան հանրությանը։ Տիկին Մինասյան, հոգևորականներին կալանավորելուց հետո ասում են հիմա էլ հասել եք շողակաթ հեռուստաընկերությանը, փակում եք հեռուստաընկերությունը, այսպես իշխանությունը պայքարում է ամենազգայինի, հոգևորի, պետական արժեք ունեցող արժեքի դեմ։ Հիմա եթե այդ գնահատականները համարենք, որ քաղաքական իրենց հայացքներից են բխում, ամեն դեպքում ժողովրդավարության տրամաբանությունից այս ամենը բխում է, ժողովրդավարության մասին է արդյոք այս ամենը։ Շատ լավ հարց եք տալիս, մեկ մեկնաբանություն մենակ ձեր հարցի վերջին հատվածին ժողովրդավարության տրամաբանությունից բխում է արդյոք թե ոչ, բայց ժողովրդավարությունը ամենաթողության հետ պետք չի խառնել եւ ժողովրդավարությունը պետք չի համադրության մեջ դնել թույլ եւ
Որ անատամ մի բանի հետ ժողովրդավարությունը ես կմեկնաբանեմ հիմա հերթով ժողովրդավարությունը նաև իր գործիքները պետք է ունենա եւ իր օրենսդրական մեխանիզմները պետք է ունենա հենց ժողովրդավարության պաշտպանության համար։ Ինչ վերաբերվում է հոգեվորականներին կալանավորելուց, այս տերմինը ինձ համար խորթ է, որովհետեւ օրենքի առաջ ես կարծում եմ մարդու պաշտոնը, հաստիքը, դիրքը հասարակության մեջ ինչպիսին է, պետք է ոչ մեկից չհետաքրքրի։ Ընդհանրապես հանցակազմը պետք է քննարկվի, մարդը բարերար է, հոգևորական է, թե աշխարհի ամենալավ մարդն է, եթե օրենք է խախտել, հավասար ենք բոլորս։ Թե ես եմ օրինակ, կապ չունի ով է, հավասար ենք բոլորս, եւ ես կարծում եմ, որ պետք է հանցակազմին ուշադրություն դարձնել, իսկ հանցակազմը կարծում եմ շատ ծանր է եղել հենց պետականության տեսանկյունից։ Ինչ վերաբերում է շողակաթ հեռուստաընկերությանը, ես գիտեմ, որ գործընկերներս հանդես են եկել նախաձեռնությամբ, եւ եթե ժամանակին օրինակ բյուջեի քննարկումների, բյուջեի կատարողականի քննարկումներին ուշադիր հետևեիք, մենք այս հարցը հանրային խորհրդի նախագահի, եթե ճիշտ է, հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի հետ բավականին լայն քննարկում ենք ունեցել այս հարցի շուրջ։ Հարցը հետեւյալն է, ոչ թե շողակաթ հեռուստաընկերությունը փակում ենք, այլ մուլտիպլեքսից, հանրային մուլտիպլեքսից, որը վճարվում է քաղաքացիների կողմից։ Միակողմանի քաղաքական ուղղվածությամբ եթերները, որը որ իրենց կանոնադրությամբ կամ այն մեկնաբանությամբ, որ շողակաթը մշակութային ալիք է, ազգային հոգևոր ալիք է, շեղվել է, դրել ենք հիմքում այդ քննարկումների։ Այսինքն մենք ունենք մոնիթորինգի արդյունքներ եւ բազմիցս այդ քննարկումներ եղել են բյուջեի կատարողականները նայեք անցած տարիների, վստահաբար կլսեք կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի հանձնաժողովի անդամների կողմից շողակաթի վերաբերյալ բազմադրվակ հարցեր։ Ինչի են օրինակ Բագրատ Սրբազանի կամ այդ Աջապահյանի, այո։ Աջապահյանի, Գալստանյանի ցույցերը, քաղաքական ցույցերը, հատուկ թողարկումներ ունեցել շողակաթ հեռուստաընկերությունում, ինչի է միակողմանի դիրքորոշումներ միայն հնչել շողակաթ ընկերությունում, որը հանրային բարիքից է օգտվում։ Այսինքն մենք ոչ թե փակում ենք հեռուստաընկերությունը, այլ ասում ենք հանրային միջոցներից օգտվող հեռուստաընկերությունը պետք է համապատասխանեն այն կանոնադրություններին, որոնք որ ներդրված են իրենց հիմքում։ Բայց այդ առումով Տիկին Մինասյան, կոնկրետ իմ հետ հարցազրույցներում ես ունեմ բազմաթիվ քաղաքական նաև հայտ ներկայացրած գործիչներ, որոնք ասում են, որ հանրային հեռուստաընկերություն իրենց չեն հրավիրում այն դեպքում, որ հանրային հեռուստաընկերությունը հանրային է։ Այսինքն տարբերություն չպետք է դրվի եւ իրենք եւս ունենան եթեր։ Շնորհակալ եմ այդ հարցի համար, ես կարծում եմ լրագրողների համար շատ լավ նյութ է ուսումնասիրելու եւ մոնիթորինգ անելու հանրային հեռուստաընկերության հիմիկվա եւ 10-ից առաջվա դրությունը, թե այն ժամանակ ընդհանրապես ով կարող էր եթեր ունենալ, ով կարող էր ընդհանրապես ձայնի իրավունք ունենալ, իսկ հիմա մոնիթորինգ արեք հարցազրույցները, մոնիթորինգ արեք այն դեպքերը մի հաշվեք, որ հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավերներ է ուղարկում եւ մարդիկ չեն գնում։ Բազմիցս։ Ես չեմ կարծում, որ կա քաղաքական ուժ, որը որ հանրայինում եթեր է ուզել եւ չի ստացել, որտեվ շատ բազմակողմանի է եւ հակառակը մարդիկ մեզ մեղադրում են, ասում են դա ով է, որ մի հատ էլ թողում եք գնա հարցազրույցի կամ բանի, մեզ են ասում, բայց մենք բացատրում ենք, որ դա մեր գործառույթը չի եւ մեր լիազորությունների տարածքում չի։ Համենայն դեպս ես այդ բազմակողմանությունը տեսել եմ, բայց մի փոքր այլ խնդիր էլ կա։ Գիտեք կուսակցություններ ինչքան շատ են, գիտեք ինչքան հաճախ են մեր մոտ ծնվում նորահայտ քաղաքական դեմքեր, նորահայտ քաղաքական ուժեր։ Ես կարծում եմ, որ հանրայինը պետք է նաև առաջնահերթություն տա այն քաղաքական ուժերին, որոնք արդեն մեծ տարածում ունեն եւ մեծ լսարան ունեն։ Փոքրերը իհարկե տեղ ունեն։ Փոքրերին ովքեր պետք է օգնեն, եթե ոչ հանրային մեծ սիրով եւ ես տեսել եմ վերջի մեծ բանավեճը քաղաքական օրակարգերի հետ կապված 26 թվականի նորահայտ կուսակցությունների այսպես ասած շուրջ էր տեղի ունենում այդ բանավեճը եւ հանրային հեռուստաընկերությունում եւ ես չեմ տեսել մի դրվագ, որ հանրային ինչ որ խտրականություն ցուցաբերի քաղաքական ուժերի հրավերների կամ ոչ հրավերների հետ կապ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում
նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Տիկին Մինասյան, վերադառնալով այդ հոգևորականների հարցին, ձեր իշխանության ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Էդմոն Մարուկյանը ասում է, որ նրանք Սամվել Կարապետյան, Միքայել Աջապահյան իրենք կալանավորվել են, բանտում են հայտնվել զուտ հայտարարությունների համար։ Այն էլ այնպես հայտարարություններ, որոնք եկեղեցուն ընդամենը աջակցելու մասին են։ Դուք ասացիք հանցակազմ է եղել եւ դրանից բխող գործընթացներ են տեղի ունեցել։ Հիմա ստացվում է, որ Միքայել Աջապահյանը կամ Սամվել Կարապետյանը ավելի մեծ հանցանք են գործել այս պետության հանդեպ, քան օրինակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ չգիտեմ, այլ եթե մենք փորձենք խորանալ, ես որպես լրագրող չի ուզենա իհարկե բոլորին թվարկել եւ ըստ այդմ ինչ որ դիրքում հայտնվել, բայց ամեն դեպքում եթե օբյեկտիվ գտնվենք, հաստատ էլի բազմաթիվ անուններ կան, որոնց կարող ենք մեղադրանքներ ներկայացնել։ Ես իհարկե իրավական գործընթացները տենց իրավական տերմինոլոգիայով չեմ փորձի բացատրել, որպեսզի հանրության համար ավելի հասկանալի լինի։ Գիտեք որն է տարբերությունը, որ նման մարդիկ պետության հետ պորտալարով կապ չունեն, որ տենց են ասում։ Ես ուղղակի սարսափ եմ ապրում, երբ լսում եմ, որ հեղաշրջման կոչը, զինված հեղաշրջման կոչը, իսկն պետության հիմքերը խարխլելը, դա դիտվում է որպես ուղղակի կարծիք կամ եկեղեցուն պաշտպանել, ասեցիք, եկեղեցուն պաշտպանելու միտում, ես ուղղակի ապշում եմ դրա վրա, այսինքն եթե դու քո պետությունը չսիրես, դու այդպիսի արտահայտություն կանես, դու քո պետականությունը չգնահատես, որ դու ունես անկախ պետականություն, դու այդպիսի արտահայտություն կանես։ Մենք միջև հիմա 99 թվից միջև օրս ամեն տարի գրեթե քաղաքական խոսություն, հանրային խոսություն կա, եթե հոկտեմբերի 27 չլիներ, մեր երկիրը այսպես չէր աճի։ Հիմա դա զինված հեղաշրջում էր, չէ՞, ահաբեկչություն էր, չէ՞։ Ուզում եմ հասկանալ, դա արդարացնում եք, դրա կոչը արդարացնում եք,
Ես չեմ կարող պատկերացնել մարդկանց, որոնք որ հիմա ես հենց ազատ խոսում եմ, որտեղ արդեն դատավճիռ կա։ Համեմատության մեջ են դնում պատժի խստությունը։ Եկեք համեմատության մեջ դնենք գողության, չգիտեմ, սպանության, այլ խստություններ ու ասենք այս հանցակազմը կա հստակ հանցակազմերի տարբերակվածություն ըստ պատիժների։ Այդ պատիժը ունի, կարծեմ, շատ վարչական տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում։ Դատարանը որոշել է այն, ինչ որոշել է, ես դրա հետ որոշ առնչություն չեմ կարող ունենալ։ Եվ երրորդ հատվածը նշեցիք պաշտպանել են եկեղեցուն կամ ուղղակի ասում են հարցազրույց ասում են հայրենասիրության դրսևորում է, ես չեմ ընդունում, որ հայրենասիրության դրսևորում կարող է համարվել պետությունում զինված հեղաշրջման կոչը ու ոչ միայն մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, հանրային, հետո դատավճիռից հետո էլ չփոշմանել դրա համար, ասել լավ եմ արել, էլի եմ անելու։ Դա ժողովրդավարության դեմ գործիքներ են։ Իսկ ինչ վերցնում եք համեմատության մեջ այլ անձանց հետ։ Եթե մեկը հանցակազմը կատարել է, մյուսը ավելի մեծ եւ ավելի ծանր հանցագործություն է արել, մյուսի քննությունը դեռ ընթանում է, որ մեզ մեկին պետք է ասենք լավ ձեզ ընդհանրապես պետք չի իրավական մեխանիզմներով կամ իրավական ճանապարհով լուծել ձեր հանցանքի հարցը։ Պետք է աչք փակենք բոլոր մնացածի վրա, եկեք հանրապետությունում փակենք բոլոր քննչականները, դատախազությունները, դատարանները, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ըստ ժողովրդի եւ ըստ ոմանց ամենածանր հանցագործություններն են կատարել պետության նկատմամբ։ Եկեք տենց անենք, մինչեւ իրանք չդատվեն, նրանք ոչ մեկ չդատվեն։ Ես այդ տարանջատվածությունը կամ հանրային գործիչներ, եթե դու հանրային մարդ ես եւ հանրային խոսք ունես կամ ծանրակշիռ խոսք ունես, քո հանդեպ պետքա պետության մեխանիզմները, օրենքները չգործեն։ Ինչա թե դու բարերար ես, ինչա թե դու հոգևորական ես, ես չեմ ընդունում այդ տրամաբանությունը։ Տիկին Մինասյան, իսկ Վարդան Ղուկասյանի հայտարարությունները, օրինակ, երբ որ նա ասում է, որ այո, միութենական պետության կազմում կարող են լինել Բելարուսի օրինակով, սա պետության դեմ հայտարարություն չէ։ Սա ինքնիշխանության դեմ հայտարարություն է, սուվերենության դեմ հայտարարություն է, բայց մի երևի 3-4 անգամ հետո ասուլիս է հրավիրում, որ մաքրագործի իր ասացները, ասի ես տենց էդի նկատի չեմ ունեցել, Հայաստանը պետք է անկախ լինի, հետո գնում է Գյումրիի տոնին մի հատ էլ անկախ Հայաստան երգ է երգում, ինչա թե համոզի իր ասացի եղկելիությունը այդքան էլ եղկելի չի, էլի։ Ես իրապահ համակարգի աշխատանքին պատասխանատվություն չեմ կրում այս բանին, այսինքն ես չեմ։ Բայց զայրույթ ունեք որպես իշխանության ներկայացուցիչ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ինչ ունենք։ Զայրույթ ունեք։ Օրինակ ես որպես լրագրող ես ջղայնանում եմ այդպիսի հայտարարություններից։ Ես գիտեք, մշտապես կարծել եմ, որ նման հայտարարությունները մաքրագործում են, լյուստրացիայի են ենթարկում քաղաքական դաշտը։ Եվ պետք է թողել այդ մարդիկ խոսեն, որպեսզի հասարակությունը հասկանա իրենք ում են բերել, ինչ են բերել իրենց գլխին։ Եվ ոչ միայն Գյումրու քաղաքացին հասկանա, այլ նաև մեր հայ ժողովրդի յուրաքանչյուր անձ հասկանա ինչի մասին է խոսքը, ինչ տեսակի քաղաքական ուժերի կոալիցիայի մասին կարող է խոսք գնալ, որովհետև եկեք ընդունենք, որ Վարդան Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանի sense ընդհանուր տրամաբանության ծիրում է եղել եւ նրանք են բերել իրան քաղաքապետ սարքել։ Նրանք են եղել քաղաքապետի տեխնացուի ջատագովները եւ աջակիցները։ Հիմա նույն բանը կրկնվելու է համապետականին։ Նրանք էլի բաժանվելու են ճյուղերի, ընտրելու են մարդկանց, որոնք ծանոթ չեն հասարակությանը դեմքերը, առնվազն այդքան զզվելի չեն, ինչքան իրենց դեմքերը, գնալու են ընտրությունների, վերջում միավորվելու են եւ մի Վարդան Ղուկասյանի տնկեն իրենց պատկերացմամբ։ Դուք այդ հնարավորությունը ռեալ եք համարում։ Ես հնարավորությունը չեմ, իրանք բացահայտ են այդ սցենարը ասում։ Ռոբերտ Քոչարյանը իր ասելիքի ժամանակ, բայց արդյոք դա իրագործելի է, եթե Գյումրին փոքրեր հնարավոր էր համապետական մակարդակով կարծում եք իսկապես կկարողանան այդպիսի սցենար իրականացնել։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը շատ մեծ իմունիտետ է ձեռք բերել արդեն։ Ես կարծում եմ, որ նրանց խաբեությունը եւ նրանց, այսպես ասած, փոքր ստրատեգիաներ են, էլի շատ ճղճիմ ստրատեգիաներ են գծում եւ չպատկերացնելով, որ այդքան էլ ամեն ինչ բարձ չի։ Եթե դուք ասում եք, որ մենք միայն անցնելու ենք ես եւ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանի ասում,
մեր ուժը եւ Սամվել Կարապետյանը, հետո ազգային ժողովում միավորվելու ենք, այդ դեպքում չեք խափում ժողովրդին, թե դուք միատեսակ գաղափարախոսություն, միատեսակ ծրագիր, ձեր արտաքին քաղաքական վեկտորը պարզ է բոլոր երկուսին էլ մի կողմ է, ձեր քաղաքական մտքերը ամբողջությամբ իդենտիկ են, ձեր ոչ մի բանի տարբերություն չկա, ինչի եք տարբերակված գնում, որ Սամվել Կարապետյանսի չէ, Սամվել Կարապետյան sense անունն եմ ասում, բայց քաղաքական ուժը տարբեր մարդկանցով է, որոնք հայտնի չեն քաղաքացիներին։ Խնդիրը տեղ է, մարդիկ չեն ճանաչում, որ Սամվել Կարապետյան եւ իր ներքին ստորին շերտը ամբողջությամբ աֆիլիացվածություն ունի թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի հետ։ Ինչի՞ եք խափում քաղաքացիներին, ասում մենք առանձին ենք գնալու կամ չենք համագործակցելու նախկին որևիցե իշխանության հետ։ Այդ ո՞նց եք խափում։ Մեկը եթե վերջում ասում է, որ չենք կարա չմիանանք, պետք է միանանք։ Թե միանալու եք էլ ոնց ու միանալու են ոչ թե տենց կոալիցիա, այլ դաշինքով են մեկ ֆրակցիա են իրենք դառնալու, որպեսզի կարողանան մեզ Բայց ասում են իշխանությունները այս առումով մտահոգվելու բան չունեն, որովհետև ամեն անգամ երբ Քոչարյանը խոսում է, նա իր խոսույթով ավելի է ամրացնում Փաշինյանի դիրքերը։ Վկան 2021 թվականի տեղ ունեցած խորհրդարանական ընտրություններն էին, երբ Փաշինյանին ընտրեցին միայն այն պատճառով, որ Քոչարյանը չգա Ես ձեր հետ չեմ համաձայնվի, որ Նիկոլ Փաշինյանին ընտրել են միայն այն պատճառով, որ Քոչարյանը չկա, այդպիսի պատճառ եղել է։ Պատճառաբանություն իհարկե կա եւ դա կներեք Ռոբերտ Քոչարյանը մտածի դրա մասին, իր ատելության չափը ինչ հսկայական է, որ դրանից հետո քաղաքացիները սարսափած գնում են ընտրատեղամասեր, իսկ ինչ վերաբերվում է իշխանությունները մտահոգվելու բան չունեն, իշխանությունները մտահոգվելու բան իտակ չունեն։ Իշխանությունները ունեն հստակ քաղաքական օրակարգ, որը չունի ոչ մի քաղաքական ուժ։ Խնդրում եմ ինձ տվեք մի ուժի ներկայացուցիչ քաղաքական գաղափարախոսություն, որը 26 թվին նորություն է եւ ի հայտ է գալու եւ մենք փորձենք այդ մարդկանց հետ ինչ-որ adekvat քննարկում ունենանք։ Ամբողջ դաշտը եւ բոլոր քաղաքական ուժերը ոչ միայն իրենց քաղաքական օրակարգ չունեն, իրենց գիծը չունեն, չեն ասում ինչ պետքա փոխենք, ինչ պետքա առաջարկ չունեն այս ժողովրդին։ Միայն ասում են օգոստոսի 8-ը Դե քննադատում են մեր առաջարկը։ Այսինքն մի ամբողջ դաշտ լծված է իշխանության առաջարկի քննադատության վրա, որը մեռելացին գործընթաց է, որտեղ այս հանրությունը իր աչքի առաջ ունի տեսնելու այդ արդյունք գաղափարախոսության եւ առաջարկի իրականությունը, այսինքն տեսնում է, չէ՞, ինչ է կատարվում։ Այստեղ մտածելակերպի խնդիր է, այսինքն այդ մարդիկ չեն կարողանում ավելի լավ բան մտածել, կազմել, առաջարկել, թե պարզապես այն ինչ կա, այսինքն ինչի հասել է իշխանությունը, այս պահին այլ ընտրակ չունի, նաև հաշվի առնելով աշխարհակաղակական իրավիճակն ու զարգացումները օրորի։ Այլ ընտրանք միշտ կա, բայց այդ այլ ընտրանքը մեր ժողովուրդը մերժել է։ Այն այլ ընտրանքն է, ինչ առաջարկում է Ռոբերտ Քոչարյանը, վերադառնալ անցյալ։ Այն առաջարկն է, ինչ առաջարկում է Դաշնակցությունը, ողբալ, սքալ եւ միայն անցյալի ծիրուն դիտել Հայաստանի ապագան։ Այն առաջարկն է, ինչ առաջարկում է Հանրապետական կուսակցությունը, երկու աթոռի վրա նստել, երբեմն տենց դիվանագիտական տերմինոլոգիա օգտագործել, որպեսզի հասարակության ուղեղ լվանալ ու անընդհատ ասել Արցախ, Արցախի հանրապետություն, բայց իրականում բանակցել Լեռնային Ղարաբաղի տարածքները, Լեռնային Ղարաբաղից 7 շրջանները հանձնելու շուրջ։ Այն առաջարկ, այսինքն բոլորը մերժված են այս հասարակության կողմից։ Իրանք անցյալի քաղաքական ուժեր են, իրանք ողբերգության կապիտալիզացնող ուժեր են։ Նոր քաղաքական միտք չեն կարող ծնել, որտեղ իրենք ծնվել են ողբերգության հաշվին, իրենք ծնվել են կոնֆլիկտի հաշվին։ Իրենց ուռա հայրենասիրությունը աշխատել է միայն կոնֆլիկտի պարագայում, երբ սահմանին զինվոր էր զոհվում, երբ ամեն օր մենք ահուսարսափը սրտների սպասում ենք, որ հեսա նորից ինչ-որ էսկալացիա է սկսվելու։ Իրանք դրա կապիտալիզացնողն են, դրանից դուրս իրանք ոչ մի բան չեն կարող անել։ Պետք չի մեղադրել 35 տարի մենք եղել ենք կոնֆլիկտի մեջ եւ այդ մարդիկ դրա մեջ են ապրել, քաղաքական մշակույթը դրա մասին է եղել, բայց նրանք ինքնահայացման փորձ չունեն, նրանք չունեն իրենց սխալները ընդունելու ունակություն, իրանք չունեն հետ նայել, հասկանալ լավ էս պատմությունը, որ անընդհատ կրկնվում արդեն մի քանի 100 տարի է, կարող է մի բան մենք ենք սխալ անում։ Նույնը վերաբերում է նաև առաջին նախագահին։ Իհարկե, միանշանակ առաջ նախագահը ընդհանրապես ես հետ կամ
մարդը տենց տրանսֆորմացնելու հնարավորություն ունի 360 աստիճան, 180 աստիճան իր մտքերը փոխելու։ Կամ ինքը ի սկզբանե եղել է այդ հոգեբանությամբ, ուղղակի խաբել է բոլորիս, որ պատերազմ թե խաղաղությունը վերաբերվում էր իրականում փոխզիջումային տարբերակին, որտեվ հիմա ինչ խոսում է առաջին նախագահ կամ առաջին նախագահի քաղաքական ուժը իդենտիկ է դաշնակցության խոսույթի հետ, իդենտիկ թուրքապատակ, վիլայեթացում, թուրքացում, բայց մարդիկ գլուխ են գովում զուգահեռաբար, որ իրենց օրոք 94 թվականին, 93 թվականին իրենք կարողացել են Թուրքիայի հետ այնպես բանակցել, որ Թուրքիան Հայաստան ցորեն ուղարկի։ Ոնց կարող ես այդ նույն զուգահեռի շուրջ ասել պետք է հարաբերություններ կարգավորենք հարևանների հետ, հետո ֆրալ ասել Հայաստանը ադրբեջանական հանրապետություն են սարքում։ Ոնց կարող ես զուգահեռաբար ասել պետք է Ադրբեջանի հետ ունենալ բարեկամական հարաբերություններ, հետո ասել Հայաստանը Ադրբեջանի պահանջներն է կատարում, դրանով իսկ դուք ադրբեջանականացնում եք Հայաստանի հանրապետությունը։ Ասենք տրամաբանությունը ո՞րն է։ Ուղղակի մարդկանց հույզերի վրա խաղալով եւ մարդիկ կարդալ գրել, կարդալ գիտեն ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, իրենք տեսնում են այն թղթերը, որ մենք ստորագրել ենք, իրենք տեսնում են խաղաղության համաձայնագիրը, իրենք տեսնում են օգոստոսի 8-ի հուշագիրը, որոնտեղ չկա ոչ մի վիլայեթացման կամ իրենց տրամաբանության մեջ ասված որից է քաղաքական տեքստ։ Տիկին Մինասյան տևական ժամանակ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեր տեղեկատվական դաշտում ամեն դեպքում ներկայացնում էին որպես Նիկոլ Փաշինյանի այսպես ասած մարդ, նաև դրանով էին բացատրում, պայմանավորում նրա անվտանգ Հայաստան հասնելը։ Հիմա նա համագործակցելու է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի կուսակցության հետ թիմ մակարդակով, հետո եթե ստացվի, ինչպես ենթադրվում է, նաև համապետական այդ ընտրությունների ժամանակ ինչ կարող եք ասել այս առումով։ Օրինակ Սամվել Բաբայանը ինչպես է տեսնում Հայաստանի ապագան, որ ուղղությամբ։ Իրենք ինձ համար շատ տարօրինակ քաղաքական ուժեր են, որովհետև Սամվել Բաբայանի այդ հայտարարությունից հետո հայերենի կուսակցության խոսնակը հերքում է այդ հայտարարությունը։ Ասում են տենց պայմանավորվածություն չի եղել։ Սամվել Բաբայանը մերժում է այն գաղափարը, որ Վանեցյանը ասել է Կրիմնաշ։ Չեմ կարողանում իրենց քաղաքական գիծ, ասում չէ ինքը սխալ է արել, պետք է այլ չասի։ Տենց Կրիմնաշ, այն հայտնի հացազրույցը էլի սաղավետ։ Այսինքն մենք գիտենք, որ Վանեցյանը հստակ ուղղվածություն ուներ դեպի բոլորի այս քաղաքական տաշտակի հայր, քաղաքական հայր դեպի կայսրություն, բայց Սամվել Բաբայանի քաղաքական խոսույթի մեջ չեմ կարողացել նկատել այդ գիծը։ Ես Սամվել Բաբայանը իմ համար մի քիչ ֆոկուսնիկ քաղաքական գործիչ է եղել միշտ։ Այսինքն ես չեմ կարողացել հասկանալ այս մարդու ասածները ինչին են ուղղված, ինչի համար են, ինչին են միտված, չեմ կարողացել տրամաբանել, հնարավոր է, որտեղ շատ է փոփոխական։ Իսկ ընդհանուր առմամբ ասել, որ Ռուսաստանի շահերը սպասարկելու միտում ունեցող այդ քաղաքական ուժերի միջև մրցակցությունն իսկապես իրական է եւ իրենք մրցակցում են այդ ընտրազանգվածին ունենալու համար։ Մրցակցությունը իրական չի, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրի համար ավելի ձեռնտու են իրանցից որից է մեկը, քան մենք։ Այսինքն իրենք կարող են պայմանավորվել Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ, Ռոբերտ Քոչարյանը Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյանը Վանեցյանի հետ։ Իրենք բոլորը կամ այնտեղ են Մարհայաստան դաշինքները, օրը մի հատ Թաթոյան նայեք։ Այսինքն օրը մի հատ ստեղծվում է եւ իրանք բոլորը մի գիծ են բռնել, նախ абստրաֆել Ռուսաստանի դաշնությունից։ Շատ հետաքրքիր։ Ոչ մեկ Ռուսաստան բառը չի ասում։ Ոչ մեկ։ Մենակ ասում են մեր ռազմավարական գործընկերության դաշտ պետք է վերադառնանք, ավանդական ռազմավարական գործընկերության դաշտ, որտեղ հասկանում են հասարակությունը ինչ պաշտպանողական շերտ ունի Ռուսաստանի Դաշնություն կամ Ռուսաստան արտահայտությունից, նրանք ասում են, նրանք բոլորը այդ մի ծիրում են գտնվում, այդ նույն տրամաբանության մեջ են գտնվում, բայց իրանք իրար մեջ կարող են պայմանավորվել, մեր հետ ոչ։ Մեր հետ մենք իրանց գույքը գնում ենք իրանց գույքի հետևից, ոնց կարող են մեր հետ պայմանավորվել։ Իրենք պետք է ամեն ինչ անեն, որ մենք չլինենք, մնացածը իրանք իրար մեջ կարան պայմանավորվեն հետագայում, բայց այդ տրամաբանությունը չեմ հասկանում էլի, եթե բոլորով առաջադրվելու են, հետո հասկանան ով ինչքան ձեն հավաքի, վերջում խորհրդանակ անցնելուց հետո արդեն
կոալիցիա կազմեն, որպեսզի մեզնից շատ ձայներ հավաքեն։ Բայց չեն հասկանում, որ իրենք իրարից են ձայներ տանում։ Իրենք իրար դուսկան ընդդիմադիր հատվածը հասարակության մի տաշտակի մեջ է, էլի։ Ու հասարակության մոտ էլ կա հակադրություն, օրինակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կարող է չսիրեն Սերժ Սարգսյանի աջակիցներին կամ հակառակը, բայց միևնույնն է նրանք էլ գիտեն, որ միավորվելու են իրար հետ։ Ամփոփելով Տիկին Մինասյան, Ստամբուլ սպասվում է մեր պատվիրակության արդ, խորհրդարանական պատվիրակության, դուք այդ կազմում եք, ինչ կարող եք ասել, չեք վախենում, որ կասեն, հենց այդ թրքացման համատեքստում է այս այցը տեղի ունենում։ Ես ուզում եմ նորություն ասել մեր քաղաքացիների համար, երբ որ մենք ասում ենք, մենք գնում ենք հարաբերությունների կարգավորման մեր հարևանների հետ, մենք բլեֆ չենք անում։ Մենք անելու ենք դա, եւ ինչքան հնարավոր է, ինչքան հնարավորություն լինի, հարթակ լինի, որպեսզի մենք ուղիղ շփվենք մեր հարևանների հետ, ոչ թե կայսրությունը մեր փոխարեն նստի սեղանի շուրջ մեր մասին խոսա, մենք դա անելու ենք։ Եվ իհարկե այդ գենետիկ մակարդակում այդ հիշողության մեջ ատելությունը կամ ցավը կամ այն ամեն ինչը ստիպում է քաղաքացուն դրանից հետո ինձ վիրավորել, ես խնդիր չունեմ դրա հետ, ես երկարաժամկետ պլանում գիտեմ, որ ես իմ պետությանը միայն օգուտ եմ տալիս։ Իսկ ինչ վերաբերում է այցին, ԵԱԿ խորհրդանական վեաժողով է, միջազգային կազմակերպություն, որը իր մեջ 56-ից ավել պետություն ունի, եւ մենք տարեկան 3 նստաշրջան ունենք տարբեր երկրներում։ Հայաստանում տեղի ունեցել անցած տարվա, եթե չեմ սխալվում, անցած տարվա աշնանային նստաշրջանը։ Ամեն տարի աշնանային եւ ամառային նստաշրջանները տեղի են ունենում տարբեր երկրներում։ Ձմեռայինը միշտ տեղի է ունենում Վիեննայում։ Եվ յուրաքանչյուր երկիր հրավիրում է բոլոր պետություններին իր մայրաքաղաք կամ այլ քաղաք։ Հիմա մենք ասում ենք գնում ենք կարգավորման հարաբերությունների ու Հայաստանի պատվիրակությունը իր մշտական գործունեությունը ոնց կատարել ենք այս տարիների ընթացքում ինչ իրականացներ, ինչն է այդ մեղադրանքի մեջ հիմքը, էլի։ Այո, գնալու ենք եւ իմջալոց մի բան էլ շեշտեմ, որ ձմեռային նստաշրջանի ժամանակ մենք Թուրքիայի պատվիրակության հետ հանդիպում ունեցել ենք։ Առանձին Հայաստանի պատվիրակությունը եւ Թուրքիայի պատվիրակությունը երկխոսություն է ունեցել եւ ըստ նորությամբ կրկնում մենք հնարավոր բոլոր հարթակները օգտագործելու ենք, որպեսզի մեր մտքերը եւ մեր տեսլականը իրար հայտնի դարձնենք մեկ-մեկու ոչ թե մեր փոխարեն ուրիշները բանակցեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։